Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի առավոտ, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում։ Ձեզ հետ եմ ես Անահիտ Կիրակոսյանը եւ մի խումբ մարդիկ, ովքեր տեսախցիկից այն կողմ աշխատում են ձեզ համար, որպեսզի առավոտը դառնա ել ավելի հետաքրքիր, թեթև, անմիջական, տեղեկություններով լի, ինչու ոչ նոր բացահայտումներով լի։ Այս պայն առաջարկում եմ մի լավ երաժշտություն, որի տակ կարթնանանք եւ հետո կշարունակենք եթերը։ Գնացինք հատուկ։ Դե ինչ արթնացակ, ախ այսպես էլ գիժամիս մարդու հանգիստ չի տալիս, մի օր ցուրտ է, մի օր տաք, մի օր անձրև, մի օր կայծակ, ասում էր Թումանյանը մարտ ամսի մասին, բայց կապ չունի, ինչքան էլ գիժամիս լինի, լավ կլինի, որ մեր օրերը լինեն բարի գժությամբ, անենք բարություն, տարածենք բարություն, ասենք դիմացինի մասին լավը, խնդրում եմ դադարեցրեք այդ վատ մեկնաբանությունները գրել, մեկը մյուսի հանդեպ ինչ որ չարանալ, որովհետև կյանքը շատ կարճ է եւ պետք է օգտագործենք ի օգուտ եւ ի բարություն։ Իսկ մեր եթերում բարություն է գործում, բարի մայիսը կապ չունի, թե որ ամիսն է։ Գնացինք։ Իսկ այսօր մեր հյուրն է մի հրաշալի տեսակ, մարդ, ով ասում է, որ իմ ասեղն իմ վրձինն է։ Մարի Մկրտչյանը, ով կարող է թելերի օգնությամբ լուսանկարներից չտարբերվող պատկերներ ստանալ, յուրահատուկ, տաղանդավոր, գեղեցիկ կին, ով եկել է մեզ մոտ Գյումրիից, մեր հայրաքաղաքից։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Նախ շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք ու առավոտ շուտ Գյումրիից եկել հասել եք, շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ, անչափ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։ Մարի ջան, դուք ասեղնագործ, գոբելենագործ եք։ Կխնդրեմ ժամանակի մեքենան վերցնենք եւ հետ գանք, հա, ինչպես եք սկսել առհասարակ, ինչպես եք հմտացել, ով է եղել ձեր վարպետը, գուցե տանը հենց փոքր ժամանակվանից։ Այո, փոքր ժամանակվանից իմ մոտ մեծ սեր է առաջացել թելերի միջոցով ստանալ ինչ-որ պատկերներ։ Երբ առաջին անգամ ասեղը վերցրել ձեր ձեռքը։ Երբ 6-րդ դասարանում էի։ Ահա, 12 տարեկան մոտավոր։ Հա, մոտավորապես, հա, բոլորը դասում խաղում էին, ես նստած ասեղնագործում էի, այդ ժամանակ մոտ եւ խավար տարիներն էր, բոլորիս լամպի լույսի տակ, ասենք այդպես, մենք ասեղնագործում էինք տունը, մի քանի ընկերուներով։ Հետո իրանք շուտ հիասթափվեցին, բայց հա, շատ դժվար երկար աշխատանք էր իրանց համար, իրանք ուզում էին խաղալ, բայց ես որոշեցի շարունակել եւ մասնագիտություն դարձնել այն ինչ ինձ դուր է գալիս եւ ստացվում է։ Ասում են, եթե ուզում ես վաստակել առանց աշխատելու, զբաղվիր քո սիրելի գործով։ Այս պարագայում սա ձեր հոգուն մոտ գործն է։ Այո, այս արվեստը իմ աշխարհն է։ Երբ հասկացաք, որ բացի այն, որ ասեղնագործում եք, կարող եք նաև կտավային գործեր ստանալ, այսինքն կարծես թե դա նկար լինի։ Երբ ես ընդունվեցի քոլեջ դպրոցից հետո, որոշեցի ասեղնագործության հենց այդ բաժինը, որտեղ ինձ իրոք դուր էին գալիս թելերով ստանալ գույներ, եւ իմ վարպետը շատ հմուտ վարպետ էր։ Հիմա ցավոք սրտի ինքը չկա արդեն։ Հիմա ես իր հիշատակը ուզում եմ վառ պահել, որովհետև չգիտեմ, իր ոճը, իր մտածելակերպը իմ ժամանակ ինձ շատ ոգևորում էր, ոգեշնչում էր, ինքը շատ խիստ էր։ Եվ ես ասացի, որ ես պետք է շարունակեմ այդ գործը եւ առաջ տանեմ։ Հետո եղավ մի տարիք, որ որոշեցի աշխատել նաև կարով, մոդելավորմամբ եւ դիզայնով եւ համադրել արվեստը եւ արհեստը միաժամանակ։ Եվ վերապատրաստում ստացա, հիմա կարում ենք, մոդելավորում ենք մեր արվեստանոցում
Այսինքն եւ հագուստներ եք անում, եւ մոդելավորում ենք, եւ վերանորոգում ենք, եւ շատ լուրջ գործերով ենք զբաղված։ Եվ մեր բոլոր աշխատանքների մեջ անպայման պետք է արվեստ լինի այդ գործերի մեջ։ Որտեւ դրանով մենք ոգեշնչվում ենք։ Իրական խոսեցիք ձեր վարպետից, կարծում եմ վարպետները ապրում են հենց այնքան ժամանակ, ինչքան ժամանակ դուք եւ հիշում եք եւ շարունակում եք իրենց գործը։ Եկեք մի փոքր հեռուստադիտողի համար նաեւ բացահայտենք, թե ինչ եք անում դուք, հատկապես որ 95 ամյակներն են Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի համեր վարպետների։ Խնդրեմ նայեք, առաջին հայացքից ձեզ թվում է թե ձեռքում մեր կտավներ են, բայց սրանք սովորական կտավներ չեն, այլ ամբողջ ձեռագործ աշխատանքներ, ասեղնագործությամբ, թելերի ու սև ու սպիտակ այս պարագայում գույների միջոցով ստացված իրապես մեր վարպետներն են, Խորեն Աբրահամյանը եւ Մհեր Մկրտչյանը։ Կհիշեք ձեր ամենաառաջին գործը, որ արեցիք հենց։ Ուրեմն ասեմ ձեզ, ինչ որ ես սովորել եմ, ես սովորել եմ իմ քոլեջում վարպետից, այս ոճը։ Ահա, այս մի փոքր իմպրովիզ իմ կողմից նորություն։ Այստեղ մենք տեսնում ենք ամեն ինչ, էլի գժական։ Տեսեք, ամպերի, լույսերի այս գույները, Մարիամուտը, տեսնում ենք այստեղ Սևբերդը Գյումրու, եւ տեսնում ենք կրկին բնապատկեր, բնություն, լեռներ, ծառեր։ Ես թելերով ստանում եմ գույներ։ Այսինքն գույների համադրությունով ստանում եմ, եւ իմ օգնությունը հասնում է հայլին։ Երբ որ ես աշխատում եմ, ես այսպես հայլու միջոցով նայում եմ, ճիշտ եմ արել։ Ճիշտ եք արել, թե ոչ, այսինքն հայլին ձեր գործընկերն է սպառական։ Հա, մտածում եմ կողքից մարդը ոնց կտեսնի, ոնց կհասկանա, դուրը կգա թե չէ, հայլու միջով եմ ես նայում, դուր եկավ թե չէ։ Բնա այդ միայն էս ոճը, բայց դիմանկարները այդ իմ հեղինակայինն են։ Այդ ես ոչ մի տեղից չեմ սովորել։ Այդ ես եմ իմ ուրույն արվեստի նույն մի ճյուղ է, որը ես եմ որոշել, ու ես մտածել եմ երկար ժամանակ, տեսա մի աշխատանք, երբ որ ես աշխատում էի Հայոց Տաստանը, մի հատ աշակերտ ունեինք, ինքը շատ լավ նկարիչ էր։ Ավետիք Իսահակյանը իմ ամենաառաջի գործն է, երբ ես տեսա Ավետիք Իսահակյանի դեմքը, իր խարակտերիստիկան, գեղեցիկ իր դեմքը, ասեցի ինչու չէ, ես կարող եմ դա ստանալ թելերով։ Փորձեցի եւ ինձ շատ դուր եկավ, ու ոչ միայն ինձ դուր եկավ նաեւ իմ շրջապատի բոլոր մարդկանց, եւ ես սկսեցի իմ այս մեր հայտնի դեմքերը, մարդկանց հիշատակը, այսպես մեծ ցուցահանդես բացել բոլորին։ Հիմա շատերին չեմ հասցրել անդրադառնալ, բայց դեռ կարծում եմ ունեմ մի քանի որ շատ կարևոր ունեմ անելու։ Ճիշտն ասած, ինձ շատ հետաքրքիր է process-ը, որովհետև երբ որ ես հիշում եմ ինձ մանուկ տարիքում աշխատանքի ուսուցումից երբ ուսումնասիրում ենք ասեղնագործություն, կարպետագործություն, գորգագործություն, ինչ որ բան պատկեր ստանալու համար մենք այդ պատկերը արտատպում էինք կտորի վրա, հետո նոր դա սկսում էինք լցնել, եթե լիցք էր լինում եւ այլն, կարերի տարբեր տեսակներով։ Այս պարագայում, երբ դուք ստանում եք դիմանկար, այս ամենը նկարվում է, թե նկարը ձեր մոտ է, դուք նայում, ինչպես եք ստանում։ Քանի որ ես նկարիչ չեմ, բայց այ դա էլ է ինչ շշմեցնում։ Դուք ասում եք նկարչուհի չեք, բայց այնտեղ մենք գունային գամա ենք տեսնում, որը կարծես վրձնի հարվածներ լինի։ Չեմ գնացել նկարչություն ընդհանրապես չեմ իմացել։ Դուք բացառիկ բնածին տաղանդ եք։ Երևի հա հենց դա է։ Ես որ նկարեցի կտավի վրա, հետո նոր իր ամբողջ ստանալով իր պատկերը, արդեն թելերով, ասեղի միջոցով ես նոր եմ ստանում հայացք։ Հիմա տեսեք վրձինով, մատիտով հեշտ է վերածում ստանալը։ Այո։ Իսկ այս պարագայում հաստ, բարակ, ճիշտ, հա, դիմախաղը շատ բարդ է այս պարագայում ստանալ, բայց ինքը շատ ինքնատիպ յուրահատուկ նվեր է ցանկացածի համար։ Նաև ունեցել եմ շատ մեծ պատվերներ, երբ որ սյուրպրիզ են ուզեցել անել, անակնկալ ինչ-որ մի հատ իրանց սիրելիին, եւ պատվեր են տվել նմանատիպ աշխատանք։ Դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, այսինքն հնարավոր է, երբ մարդիկ հենց իրենց ցանկությամբ կան իրենց սիրելի, կնոջ, ամուսնու նկար պատվիրեն եւ սիմեյնի, ինչի՞ չէ։ Հրաշալի, ընտանեկան նույնիսկ կարող է լինել։ Ընտանեկան։ Ու եւ այդ ամենը դիմանկարի տեսքով։ Դիմանկարի տեսքով, սև եւ սպիտակ թելերի։ Այն նշեցիք
Ավետիք Իսահակյան երբ տեսակ խարակտերը, այսինքն այստեղ նաև կարևոր է ձեզ համար մարդուն ճանաչել, որպեսզի այդ խարակտերը կարողանաք փոխանցել, որտեղ տեսեք Մհեր Մկրտչյանը իր թախծոտ հայացքով, Խորեն Աբրահամյանը իր խրոխտ, Երբ իրանք արդեն այն տարիքում են, երբ իրանք դիմակցերը ավելի ձևավորված է, շատ իմ համար հեշտ է, բայց շատ դժվար է, երբ որ դա անում ես այդ նկարը չահել։ Ես զինվորների նկարներից առիթ ունեցել եմ անելու, շատ բարդ է իմ համար զինվորների նկարները, որտեվ իրանք դեռ ձևավորված չեն իրանք դեմքը, բայց պատկերացրեք ստացվեց, որովհետև ես մի շարք Գյումրիում ունեցա այսպես ցուցահանդես եւ իրանց մամաների մեծարման երեկոն կազմակերպեցի եւ նվիրեցի իրանց մամաներին իրանց տղաների դիմանկարները։ Ինչ աշխատանք է։ Այո, ես ուզեցի, որ ամենքի տանը լինի իրանց անկյունը, իրանց տղաների նկարները, ոնց որ բնական իրանց կողքը կանգնած լինեն։ Այդպես նկար է ստացվում, շատ բնական հայացքով եւ չափերով։ Չգիտեմ։ Իրականում հրաշալի գործ եք կատարում, ինձ հետաքրքիր է որքանով կան փառատոններ, մրցույթներ, որպեսզի նաև տեսանելի լինի աշխարհում ձեր կատարածը եւ ընդհանրապես աշխարհում ընդունված ձևաչափ է սա թե մեզ մոտ Հայաստանում ես ունեցել եմ ցուցահանդես Ռոստով-Դոն Կեդիապին, մեծ ցուցահանդես է եղել անհատական, այնտեղ ունեցել ենք վաճառքներ ոչ միայն դիմանկարների պատվերներ եմ ուղղակի, այս տեսակի վաճառքներ եմ ունեցել նկարների, մեր հայկական կոլորիտային ճարտարապետական գործերներից շատ եմ վաճառել, այնտեղ եկեղեցիները, մեր Սևանի վանքը եւ այդպես ճարտարապետականը, որ ավելի բարդ է ճարտարապետական գործ ստանալը, էլի ասում եմ թելերով շատ բարդ է ստանալը, որովհետև այնտեղ ուղիղ գծեր են, հստակ, պետք է շատ եկեղեցին վանքը ամբողջությամբ։ Հա, պետք է հստակ ստանաս դու այդ նկարը, պատկերը եւ ոչ մի ավելնոշտություն, որ գեղեցիկ ստացվի եւ նայվի։ Մեկ դիմանկար ստանալու համար ինչքան ժամանակ է անհրաժեշտ։ Մի շաբաթ։ Մեկ շաբաթում դուք կարող եք սա ստանալ։ Այո, մի շաբաթում սրանք, մի ամիսում սրանք։ Եվ օրվա մեջ ինչքան եք աշխատում։ Մի 3 ժամ։ Դուք նաև մայրիկ եք, 3 որդիների, ինչպես եք հասցնում այս ամենը։ Իրանք ինձ շատ են ոգեշնչում, որովհետև իրանք հպարտանում են ինձանով շատ։ Իրանց դուր է գալիս, երբ իրենց մայրիկը զբաղվում է իր սիրած գործով, եւ նաև շատերի համար հպարտանալու առիթ է։ Հա, ուզում եմ իմ հայրենիքի ես չեմ ուզում հեռանալ իմ երկրից, ես ուզում եմ այստեղ մնալ եւ արարել իմ Հայաստանում։ Գյումրում որտեղ կարող են գտնել ձեր գործերը, թեկուզ որպես հաճախորդ, որ կարողանան ձեռք բերել կտավները։ 7 հասցեում գտնվում է մեր արվեստի եւ արհեստի կենտրոնը, որ մոտ մի 40 հատ այդպես նկարներ փակցված է պատերին։ Իսկ կա միտք այդտեղ նաև դասավանդելու մեր երեխաներին եմ եւ առաջիկայում պլանավորում եմ վարպետաց դասեր այնտեղ կազմակերպել, որտեվ ունեցել եմ շատ առաջարկներ, ցանկություններ են աղջիկների մոտ առաջացել։ Վստահ եմ շատ շատերը կցանկանան սովորել այս հմտությունը ու կիրառել։ Ես ավելի շատ ուզում եմ, որ իրանք ունային զգացողություն իմանան մեր աղջիկները, մեր աբակա մայրերը ասեղ բռնալ իմանան։ Շատ են հերվածել մի տեսակ ցավոք, հա, ես շատ մեծ ցավով եմ դա ասում, բայց ամեն ինչ դեռ արժևում է, երբ որ տեսնում են գեղեցիկը համադրել սիրած գործի հետ, իմ կարծիքով լավ կլինի։ Ինչն է ձեզ ոգևորում, ինչն է դառնում ձեր մուսան եւ ինչպես եք ընտրում, թե հաջորդ գործը ինչ է լինելու։ Գիտեք ինչ, այդ մուսան գալիս է միանգամից, որ ուզում եմ ստեղծագործել, ասում եմ բնություն եմ շատ սիրում, ունեմ բնություն ծմեր, ամառ, աշուն եւ այդ ժամանակի հետ մտածում եմ, որ այլ ավելի մեծ գործեր եմ ուզում անել ամբողջ պատի վրա։ Հրաշալի։ Այդպես մեծ գործերը, բայց մեր այդ տաղանդը, ասեմ, ընտանեկան է, իմ աղբերն է քանդակագործ է, ինքը հիմա դրսում է, ինքն էլ նկար անում է, առանց նկարի անում գործը։ Այսինքն ինքը մեծ
կտավի վրա չի անում այդ մեծ ինչ որ մեծ քարե, այդ քարով ինքը բալգարկով նկարում է, բալգարկով է դա անում։ Ուղղակի նկարում է բալգարկով։ Իսկ ինչ ընտանիք եք դուք։ Իրանը ավելի բարդ է ու ավելի այսպես։ Իսկ ձեր ծնողները նույնպես արվեստի հետ կապ ունեն։ Իմ մաման ուսուցչուհի է, ռուսաց լեզվի ուսուցչուհի է։ Հիմա թշակի մեջ է ինքը արդեն թշակի։ Գիտեք ինչ է, ինքը ժամանակին նկարել է պլակատներ դպրոցում աշակերտների համար, բայց չի զբաղվել արվեստով, քանի որ ինքը ունեցել է իր գործը ռուսաց լեզվի գրականության դասավանդումը իր համար ամենակարևորը։ Բայց էլի տաղան ունեցել է։ Բայց ունեցել է։ Իսկ իմ հայրիկը ում անունով է հիմա իմ ծածկանունը Յուր Մարի, իմ պապայի անվան 3 տարին է, ցավոք սրտի իմ պապան շատ շուտ է մահացել 40 տարեկանում եւ ես չգիտեմ ինչի ուզեցի իր անունը շարունակել։ Յուր Մարի։ Յուր Մարի, այդպես է, ոչ թե Յուրովի, դե շատերը հասկանում են այդ ուրիշ։ Յուրովի բառը, բայց յուրօրինակ։ Ահա, չէ, այդ չէ։ Բայց մեր հյուրն է իսկապես յուրօրինակ Մարի Մկրտչյանը, այս բaragam Յուր Մարին։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ, որ ժամանակ գտաք, եկաք այս առավոտ մեր տաղավար, կիսվեցիք ձեր արվեստով, տաղանդով, մտքերով ու այսպիսի հրաշալի կտավներով ու վստահ եմ նաև հեռուստադիտողներից շատերը հենց հիմա մտածում են ոնց, ինչպես, երբ կարող են պատվերներ անել։ Ունեք դուք Instagram-յան, Facebook-յան էջեր, որ կարող են ձեզ գտնել։ Բրենդի հիմնադիրն եմ։ Ներկայումս մեծ կիսաթև պաչկոնիկների արտադրությամբ եմ հիմա այս բանից զբաղվում, ուզում եմ մեծ հետաքրքիր ոճի մեջ նոր տեսականի ունենանք, հա, եւ հուսով եմ առաջիկայում կունենանք մեր ցուցադրությունը։ Մենք մեծ սիրով կրկին կլուսաբանենք, ինչու ոչ նաև կներկանենք։ Գյումրում է սպասվում։ Գյումրիում, կարող է Գյումրիում, կարող է Երևանում։ Հիմա այդ փուլի մեջ ենք, մտածում ենք։ Մենք շատ ուրախ ենք, մենք ձեզի սիրենք ու կսպասենք։ Շնորհակալություն։ Մեր հյուրներ հրաշալի կին, մայր, ստեղծագործ, ասեղնագործ, գոբելենագործ, արվեստի մարդ Յուր Մարին։ Փնտրեք, գտեք, արեք պատվերներ ձեր կտավների, որովհետև իսկապես արվեստի գործեր են։ Իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շատ կարևոր է, որ կյանքի ընթացքում կարողանաք բացահայտել ձեզ, գտնել ձեր մեջ, ձեր ուրույն տեղը, թե ուր է տանում ճանապարհը ձեր սրտի, հոգու, որտեղ դուք կլինեք ներդաշնակ ձեր կատարած աշխատանքի հետ, մտքի հետ ու սրտի հետ անպայման հասցրեք գտնել ինքներդ ձեզ, իսկ այսօրվա համար այսքան, ձեզ հետ էր Անահիտ Կիրակոսյանը, մնացեք բարով։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։